Ես մի բան կարող եմ ասել, ես որպես հավատացյալ մարդ, ով ինձ վատ է կամենում, ես իրենց բարին եմ կամենում, ով իմ երեխեքի նկատմամբ, ով իմ հարազատներին վատ է ասում, ես իրենց երեխաներին ասում եմ թող լավ լինեն, անփորձանք լինեն, Աստծո մոտ տեղ ունենան։ Իրանց երկու շնորհք տա, որ հիշաչարությամբ չզբաղվեն, այդքան բան։ Քաղաքականություն էլի հարցեր տալիս, հարցնում եմ ձեր որդու հետ կապված ինչ պատմություն Ինչ մեղադրանք են ձեր որդուն Ուրեմն փողոց են կառուցում, թե ինչ են կառուցում, այդտեղից ինչ որ խիբար մի բան հավաքում տանում թափում են տաշտերը։ Յանի բանը իմտեղ էս ասել է տարեք լցրեք այստեղ ծիծաղի առարգա էլի բան։ Դա էլ արժեք չունի, կին չունի, բան չունի։ Ինչ շորտում, ինչ բան, ինքը ոչ պետական կառույցում աշխատել է, ոչ բաներ է, դա ոնց ասեմ, դա իրենից արժեք չի լեր, զերոյական արժեքի մասին է խոսքը, որոնք թափում են, հիմա կելեք գնանք ամբողջ քաղաքի 4 բոլոր նմանատիպ բան է թափած։ Ուղղակի այդպես բան է։ Բայց այդ շորտման չեմ ուզում, գիտեք ինչ, դա շորտումը այլ բան է ենթադրում։ Դե ասում եմ, դե հիմա իրանք դրել են շորտ, իրանք էլ չգիտեն ինչ են ասում։ Այսինքն իրենք էլ չգիտեն, դա ինչ է, շորտում նշանակում է պետական կառույցում աշխատել, շորտում կամ ինչ որ մի բան։ Ինքը ոչ պետական կառույցում է աշխատել, ոչ դա իրենից արժեք է ներկայացնում։ Ուրեմն այդ գույքը իրենից ոչ արժեք է ներկայացնում, ոչ բան, դաշտերի թափածի մասին է խոսքը։ Եվ այդպիսի բան, որ միանշանակ ինքը ոչ տեսել է, ոչ քննարկել է, ոչ խապար է, ոչ էլ այդպիսի բան կա։ Հերթական գործ կարելու սկզբունքը։ Այդքան արժի խոսել։ Գյումրեցի նաև պատգամավորները իշխանության ասում են, որ թող գլուխը կախ, աշխատի Վարդան Ղուկասյանը եւ եթե որդին հանցագործ է, իր քաղաքապետ լինելը դրանով չի փրկվում։ Ուրեմն ես դրանց չեմ ուզում հագադարձել, որովհետև դրանք այդքան արժեք չունեն, դրանք ճանաչվածություն չունեն, դրանք ընդհանրապես չենք է ճանաչում դրանց, ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը ճանաչում եմ, ես դրանց չեմ է ճանաչել, պատահական ծլել են, հիմի սպասեք գնայինք, այդպես պատահական է գնան, հիմա դրանց պետք է ես հագադարձեմ, դրանք հիմա արժի դրանց չեմ էլ ճանաչում, ով է այդ Պալյանը, ով է քաղաքի ինչ են եղել դրանք, որտեղ ինչ են արել,